Ողջույն, այսօր պատրաստելու եմ սենդվիչի հացեր, իմ ձեռքով եմ թխելու, դրա համար պատրաստում ենք խմորը սկզբից, մի քիչ հիվանդ եմ, կներեք ձայնիս համար, վերցրել եմ մոտ 1 կիլոգրամ ալյուր, այստեղ կավելացնեմ 2 ճաշի գթալ խմորիչ, 2 ճաշի գթալ շաքարավազ, աղ 1 թեյ գթալ, մի քիչ բուսայուղ կավելացնեմ, մոտ 50-60 միլիլիտր և գոլ ջուր, սա 500 է, ես հետո կարող եմ ավելացնեմ, էլի բաղադրիչներում կգրեմ 1 կիլոգրամի համար ինչքան ջուր է հարկավոր, լավ խառնում ենք և հունցելու ենք խմորը, խմորը հունցեցի, տեսեք ինչքան լավ խմոր է ստացվել, ոչ շատ պինդ, ոչ շատ փափուկ, այսպես ձեռքերին չկպչող խմոր է, հիմա ծածկում ենք և թողնում ենք հանգստանալ, խմորը լավ հասունացել է, մի հատ ուղղակի այսպես կես ժամ է անցել, մի հատ այսպես թեթևակի հունցում ենք, նորից ծածկելու ենք, թողնենք մոտ կես ժամ, ընդհանուր 1 ժամ է հանգստանալու խմորը, այսպես, խմորը լավ հասունացել է, տեսեք ինչպիսի փափուկ լավ խմոր է, հիմա գնդեր ենք անելու, ամեն մեկը 200 գրամ և կթողնենք մոտ 5 րոպե, գնդելուց հետո թողել եմ հանգստանա մոտ 10 րոպե, տեսեք ինչքան փափուկ է, հիմա դնում եմ տապակի մեջ, մի քիչ բուսայուղ եմ արել, մի փոքր այսպես բացում եմ, այս չափի երևի, ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ, այսպես ևս կթողնեմ մոտ 10 րոպե, արդեն լավ հանգստացել է, տեսեք,